Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, CVKM-ը տեսակապի միջոցով կզրուցի Գարեգին Բ կաթողիկոսի նախկին գավազանակիր անձնական քարտուղար Խորեն Վարդապետ Հովհաննիսյանի հետ։ Հայր Խորեն, շնորհակալություն, որ համաձայնեցիք զրուցել մեզ հետ։ Ամենայն սիրով։ Սկսենք վարչապետի Էստոնիա այցից։ Երկորյա այցով նա գտնվում էր Էստոնիայում, ընթացքում այցելել էր Տալինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որտեղ Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն arczepiskopos Միրզախանյանն իր ողջույնի խոսքում նշել էր, որ մեր աղոթքն է, որ ձեր այն ծրագրերը, որ ունեք խաղաղության եւ Հայաստանի հարևանների հետ, հաշտության լինի հաջողությամբ։ Մեր աղոթքն է, որ որպես եվրոպական երկրների հավատացյալներ, քաղաքացիներ եւ առաջնորդ մեր երկիրը դեպի Եվրամիություն իր քայլերն անի, որովհետև մեր քրիստոնեությունը իրականության մեջ եկել է արևմուտքից։ Ես խնդրեմ նախ այս ամբողջ իմի բերելով ինչպես է գնահատում հանդիպումը, ողջույնի խոսքը arczepiskoposi։ Ես հետևեցի վարչապետի այցին, նաև եկեղեցի այցելությանը, անկեղծ ասած ուրախացա, որ մեր սրբազանների մեջ կան մարդիկ, ովքեր խաղաղությունից են խոսում, հաշտությունից, արևմտյան ուղղվածությունից եւ խնդրում հայցում են, որ Աստված իր օրհնությունը բերի Հայաստան աշխարհին։ Շատ դրական եմ գնահատում եւ գովելի է։ Arczepiskoposi այս հայտարարությունը սակայն հայաստանյան ընդդիմությանը դուր չի եկել, նրանք հենց այդ հանդիպումից անմիջապես հետո աղմուկ-աղաղակ սկսեցին, վիրավորեցին այդ մարդուն եւ ահա այսօր էլ Մայրաթորի տեղեկատվական համակարգից մի հայտարարություն է տարածվել։ Իրենց հարցումներ են ուղարկել arczepiskopos Միրզախանյանի հայտարարության մասին եւ պարզաբանում են ներկայացրել, որ թեմակալ առաջնորդի կողմից արտահայտված որոշ մտքեր եւ դատողություններ խիստ սուբյեկտիվ են, անհատական եւ վերագրելի չեն եկեղեցուն, որովի հարցի առնչությամբ գնահատականներ հնչեցնելիս, հատկապես երբ եկեղեցու պաշտոնական դիրքորոշում արկա չէ, եկեղեցականները որոշապես պետք է շրջահայացություն եւ զգուշավորություն դրսեւորեն թյուր մեկնաբանությունների տեղիք չտալու համար։ Խնդրեմ նաեւ սա մեկնաբանեք, ինչու Բագրատ Գալստանյանի, Աջապահյանի դեպքում նրանք, երբ որ նրանց մոտ անդադ ատելության խոսք է չեն խոսում, այս մարդը ընդհանրապես խոսում է, որ խաղաղություն լինի, անմիջապես արձագանքեցին եւ մեղադրական տոնով։ Սա անամոթ հայտարարություն է, սա եկեղեցու կենտրոնի եկեղեցու պետի գրասենյակի հայտարարություն չէ։ Գարեգին երկրորդ կաթողիկոսը ուղղակի կապ չունի մեր եկեղեցու հետ, Աստծո հետ։ Այդ Բալթյան երկրների սրբազանը խոսել է խաղաղության, հաշտության եւ օրհնության մասին։ Եվ ահա Գարեգին երկրորդ կտրիչ Ներսիսյանը իրեն դիստանցավորվում է ավետարանական այս 3 պատգամներից սրբություններից։ Մատթեոս ավետարանի 5-րդ գլխի 9-րդ համարն ասում է. Երանի խաղաղարարներին նրանք Աստծո որդիներ պիտի կոչվեն։ Ահա այս սրբազանի ասածը սա է, ավետարանի պատգամն է փոխանցել, 2 խոսք ասել Սուրբ գրքից, եւ ինչպես որ սատանան խաչակնքվելուց ցնցվում է, անհավասարակշիռ քայլեր է անում, Գարեգին երկրորդը եւ իր եղբայր Եզրասը, որ գրաված են Մոսկվան եւ Սուրբ Էջմիածինը, Աստծո խոսքը ավետարանից խոսք են լսել եւ ցայտնոտի մեջ են հանդիպել, խառնվել, կորցրել են իրենց, երբ ավակ շաբաթ օրը Գյումրիում Շիրակի սրբազանը թեմի առաջնորդը ջատագովությամբ, երանությամբ, կարոտով հիշում էր Ստալինին եւ նրա կողմից գնդակահարություններին, Ստալինը 20 միլիոն պաշտոնապես հաստատված 19 միլիոնից ավել մարդ է գնդակահարել եւ 55 միլիոն մարդ արտաքսել, աքսորի ենթարկել։ Այս կաթողիկոսը եւ իր եղբայր arczepiskoposը, այս Ներսիսյան ընտանիքը, մեր ազգի չարիքի աղբյուրը հաշտ են սրա հետ, երանությամբ են հիշում Ստալինին եւ նրա կողմից գնդակահարություններին, 20 միլիոն Աստծո որդիներ Ստալինը զրկել է կյանքից եւ այս անաստված կաթողիկոսը, որի հերոսը Ստալինն է, որի իդեալը Ստալինն է, հաշտ է, բայց երբ Բալթյան երկրների սրբազան առաջնորդը խոսում է խաղաղությունից, հաշտությունից, օրհնությունից, սրանք ցուպ ցվանգի մեջ են ընկնում։ Խաղաղության, հաշտության եւ օրհնության հականիշները որոնք են պատերազմ, թշնամություն եւ անեծք։ Ահա ինչ է ուզում Ղարաբաղյան կլան ընդդիմությունը եւ նրանց
գործակից չեքիստ Գարեգինը եւ իր չեքիստ եղբայր Եզրաս arczepiskopos-ը նրանք ուզում են արյուն Հայաստանի համար մշտապես, ուզում են պատերազմ, թշնամություն եւ անեծք, ինչը որ ուզում է Բաքու Մոսկվա տանդեմը եւ Գարեգինը Կտրիչ Ներսիսյանը իբրև տրոյական ձի, որ ներդրված է մեր երկրում, երբ պետք է լինում, երբ Հեյդար Ալիևի երկու պարտկոմները Ռոբերտ Քոչարյանն ու Սերժիկ Սարգսյանը չեն կարողանում բավարար ավերածություններ գործել Հայաստանում, ոտքի են հանում այս երրորդին, սքեմավոր իրենց չեկիստին։ Եվ հաշվի առնելով, թե Գարեգին բն ինչ գործողություններ է կատարել ամենատարբեր հոգևորականների հետ, այսինքն կարգալույծ է արել նրանց, ովքեր որ իրեն ինչ-որ հարցում դեմ են գնացել կամ ինչ-որ իրեն ոչ հաճո հայտարարություններ են արել, հնարավոր է մոտ ապագայում տեսնենք հանկարծ Բալթյան թեմի այս առաջնորդին ծառայությունից հետ կանչեն կամ կարգալույծ անեն։ Չեմ կարծում հեղափոխությունը եւ Նիկոլ Փաշինյանը եկեղեցու համար մեծ ծառայություն եւ օգտակարություն են բերել, բայց ոչ մի հոգեվորական դա չի գնահատում եւ չի ընդունում, բայց հիմա ես ասեմ 2018-ից այս կողմ կարգալույցների թիվը կտրուկ նվազել է եւ ոչ մի հոգեվորականի օղակը սեղմված է բավական Գարեգին երկրորդի շուրջ, շատ խեղճացած է, ոչ մի հոգեվորականի չի զրկել տնից, աշխատավարձից, սնունդից։ Սա Նիկոլ Փաշինյանի եւ հեղափոխության շնորհքն է։ Սերժի եւ Քոչարյանի այդ 20-ամյա դիկտատուրայի տարիներին նա ուղղակի ասպատակել տասնյակ հարյուրավոր ճակատագրեր եւ կյանքեր է խեղել, հիմա նա ծայրահեղ զգուշավոր է եւ այդպիսի բան չի կարող անել։ Հեղափոխությունից հետո 18 թվից այս կողմ շատ քիչ կարգալուծություններ կան եւ ոչ ոքի չի պարտադրել որ գնան, որքան ես գիտեմ իրենց կամքով են հեռացել։ Հիմա նա այդպիսի ուժ կարողություն չունի։ Հայր Խորեն, ես տեղյակ եմ, որ դուք դրսում ամենատարբեր երկրներում ապրող կարգալույծ եղած հոգևորականների հետ կապ ունեք, շփվում եք, մի բան նույնիսկ շարժում եք ուզում ձևավորել Գարեգին Բ-ի դեմ։ Այս պահին կա նման օրակարգ ձեզ մոտ եւ ինչ եք անում այս պահին։ Գարեգին Կտրիչ Ներսիսյանը ինձ զրկել է ապրելու իրավունքից, անձամբ ինձ։ Ես ծնվել եմ հոգևորական լինելու համար, բայց նա այդ իմ իրավունքը խլել է ինձնից։ Իմ կյանքի նպատակը նրան գահընկեց անելն է, ես այլ նպատակ չունեմ այս կյանքում եւ այդպես եմ ուզում ծառայությունս բերել եկեղեցուս։ Ես 18 թվականին պատրաստ էի նաեւ հացադուլի անձնազոհության, այսօր էլ պատրաստ եմ, եթե բավարար քանակով աջակիցներ եւ սրտացավ հայորդիներ, հավատացյալներ լինեն, որևէ պահի պատրաստ եմ առավելագույնը կյանքս զոհաբերելու Սուրբ Էջմիածնի ազատագրման եւ Սուրբ Հոգու վերադարձի մասին, ինչպես բարձրաստիճան, շատ բարձրաստիճան մի հոգևորական մասնավոր զրույցում ասում էր, որ ես կհավատամ, որ Սուրբ Հոգին լքած է Սուրբ Էջմիածինը, ցավոք նրանք չեն համարձակվում Գարեգինի աչքերի մեջ սա ասել, ես եմ ասում, երբ Գարեգինը նվաճեց ուզուրպատոր դարձավ Սուրբ Էջմիածնի, Սուրբ Հոգին լքեց Սուրբ Էջմիածինը եւ Սուրբ Հոգու փոխարեն Էջմիածնում քաշը, կանխիկն է այսօր իշխում։ Եվ տեսնենք, եթե անտարբերությունը 8-րդ մահացու մեղքն է եւ դժբախտաբար մեր ժողովրդի մեծ մասը գերակշռող մասին հետաքրքրում է միայն իր գրպանի եւ սառնարանի պարունակությունը եւ այս անտարբերությունից օգտվելով Գարեգինը եւ իր չեքիստ Եզրաս arczepiskopos-ը Մոսկվայի ասպատակում են եկեղեցին, վարվում են այնպես ինչպես ուզում են, նրանք ուղղակի գլխատել են եպիսկոպոսած դասը, եպիսկոպոսները ասելիք խոսելիք չունեն, անգամ կարծիք ունենալ, կարծիք հայտնելու մասին անգամ չեմ խոսում։ Տեսեք, մի սրբազան Աստվածաշնչի պատգամ ասեց եւ Գարեգինը տակնու վրա եղավ։ Այդ Գյումրիի սրբազանը, երբ որ խոսում էր Ստալինից, ջատագովում էր, դա նա չէր խոսում, նրա շուրթերով Գարեգինն էր խոսում։ Նա Գարեգինը խարխլել է մեր եկեղեցու հիմնասյուները, մեր եկեղեցու բոլոր ցանկացած ավանդական եկեղեցիների հիմնասյունն է առաքելական հաջորդականությունն ու ժառանգականությունը,
որը եպիսկոպոսներին, սրբազաններին իբրև մենաշնոր տրվել է առաքյալների կողմից։ Սա սրբազաններին, եպիսկոպոսներին արգելել է, նրանց ձեռից խլել է ձեռնադրություն անելու իրավունքը եւ ուղղակի խարխլել մեր եկեղեցուն եւ մեր Իլհամ Ալիևից եւ Բաքվի ռուս ուղղափառ եկեղեցու թեմից առաջ, որոնք փորձում են կեղծ պատմություն գրել եւ մեր առաջին լուսավորիչ առաքյալներին հանել մեր եկեղեցու տակից, իրենցը դարձնել 25 տարի է առաքելականությունը, առաքելական հաջորդականությունն ու ժառանգականությունը մեր եկեղեցու տակից հանում, խարխլում են մեր եկեղեցին Գարեգին երկրորդը եւ իր arczepiskopos Եզրասը, եղբայրը։ Հայր Խորեն, հաշվի առնելով Բալթյան թեմի առաջնորդի խոսքերից հետո թե անմիջապես ինչպես արձագանքեցին Էջմիածնից, ո՞րն է ձեր կոչը հոգևորականությանը, եպիսկոպոսած դասին, որովհետև ես վստահ եմ, որ այս ամենից հետո շատերը կվախենան այլևս հայտնել իրենց կարծիքը, ինչպես արեց դա arczepiskopos Միրզախանյանը։ Եկեղեցում բացարձակ վախի մթնոլորտ է, ինչպես Ստալինին նրանք պատահաբար չեն մեջ բերում, Ստալինը 20 միլիոն մարդու գնդակահարման հրաման է ստորագրել եւ բոլորին ուղակի գլխատել է, 1-2 հոգի կային, որ խոսում էին, հանդիմանում էին, բայց խորհրդավոր պայմաններում երկուսն էլ վաղամերիկ եղան, Մեսրոպ Մութաֆյան պատրիարքը Պոլսի եւ Կուգարաս թեմի առաջնորդ Սեպու arczepiskopos Չուլջյանը, ոչ մեկ կարծիք չի հայտնում, Սեպու սրբազանը վաղամերիկ մի առիթով նույնիսկ ասաց մենք ինչ arczepiskopos դառնությամբ եւ ամոթով խոստովանում էր, ասում էր այս մարդը Գարեգինը անգամ մեզ գյուղի տերտերի հանգամանք չի թողել, դառնությամբ կսկիծով այսպես խոստովանում էր մարդը, իսկ Բալթյան երկրների սրբազանը կարծիք չի հայտնել, ուղղակի ավետարանից մեջբերում է արել իր բառերով խաղաղություն, հաշտություն, օրհնություն, ինչպես հիշադակեցի Մատթեոսի ավետարան 5-րդ գլուխ 9-րդ համար, ուղղակի արգելված է նաև ավետարան քարոզել, պետք է Ստալին քարոզել եւ նրանք այս 25 տարի, 40 տարի դա են արել, ինչ ավետարան, ավակ շաբաթ օր, երբ Գյումրու քաղաքապետարանից ընդամենը 100 մետր հեռավորության վրա տաճարում 7 վերքում դրված էր Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը եւ մարդիկ գնում խոնարհվում ծաղիկներ էին վերցնում, ավակ շաբաթը մեր եկեղեցու ամենախորհրդավոր շաբաթ օրն է, Քրիստոսի կյանքի վերջի շաբաթն է եւ երբ գերեզմանը 100 մետր տիրոջ գերեզմանը եկեղեցում է եւ դու Ստալին ես ջատագովում երանությամբ հիշում, արդեն ամեն ինչ ասում է, սա է Գարեգինի դեմքը, ավակ շաբաթ օր, երբ Քրիստոսի տերունական գերեզմանը Երևանի եկեղեցիներում էր, մեր բազմահազար ժողովուրդը, երիտասարդները անտեղյակ գնացել զվարճանում քեֆ էին անում Թաթուլի համերգին, թող մասնագետներն ասեն, ես մասնագետ չեմ, ինչու է մեր ժողովուրդը այդքան սիրում արաբական, պարսկական, թուրքական ելևէջներ, բայց խնդիրը դա չէ, ես ուզում եմ հոգևոր եկեղեցական պրիզմայով նայել այս հարցին, սա նաև բարոյականության, ապրումակցումի, սրտակցության հարց է, Գարեգինը 16 տարի եղել է Երևանի առաջնորդական փոխանորդ եւ 25 տարի կաթողիկոս է եւ դե յուրե նաև Երևանի Արարատյան հայրապետական թեմի առաջնորդն է եւ 40 տարի ոչինչ չի արել այս մարդը, որ իր զավակները, իր ժողովուրդը Երևանում իմանան, որ ավակ շաբաթ է, դեռ Քրիստոսի գերեզմանը խորհրդանշական Երևանի տաճարներում դրված է, աղոթքի շաբաթ է, աղոթքի օր է, այդ Թաթուլի համերգի բազմահազարանոց մեր երիտասարդները, երբ որ ուրախանում պարում էին, նրանք տեղյակ չեն, որ Քրիստոսի խաչելությունն է, Քրիստոսի թաղումն է, որտեղ եկեղեցին չի քարոզել, եկեղեցականների Գարեգինի հոգը չէ, իսկ վերջին 4-5 տարին մի բան է քարոզում, հայոց պետականության կործանում եւ հեղաշրջում։
նա երբեք չի ասել, երբեք իր քահանաներին, սրբազաններին չի հրավիրել եւ ասի գնացեք գիշերային ակումբների համերգասրահների տերերին, տնօրեններին բացատրեք, խնդրեք, ասեք, որ ավակ շաբաթը ամենախորախորուրդ, խորհրդավոր պահն է, շաբաթն է քրիստոնյա աշխարհի եւ մեր կյանքում եւ մենք պետք է զսպենք մեր աշխարհիկ հաճույքները, խնջույքները եւ աղոթքի գանք, անգամ եթե հավատքի մեջ թերանում ենք, երբ մենք լսում ենք, որ մեր հարևանը կամ մեկ փողոց այն կողմ մահացած մարդ կա, մենք հարգանք ենք ցուցաբերում, երաժշտությունը չենք միացնում կամ ցածր ենք միացնում, այս բազմահազար ժողովուրդը, ովքեր ավակ շաբաթ գնաց Թաթուլի համերգին, նրանց ոչ ոք այդ մասին չէր ասել, որ Քրիստոսի խաչելությունն է, մատնությունն է, թաղումն է, որովհետև Գարեգինը եւ Զրեզրասը կապ չունեն ավետարանի հետ, մեր եկեղեցու հետ, Սուրբ Հոգու հետ, նրանց գործատուները Լուբյանկա 2 հասցեում են եւ նրանց դեմքն է, նրանց պատճառով է, որ մեր ժողովուրդը անհավատ է մեծ մասը եւ անհաղորդ եւ անգամ այն քիչ հավատացյալները, որ Երևանի եկեղեցում աղոթում խոկում էին, այդ համերգի գնացած ժողովուրդը սրտակցություն ցույց չտվեց, որովհետեւ տեղյակ չի, իրենց ոչ ոք չի ասել, չի բացատրել։ Էջմիածինը ինչ է անում, Գարեգին կաթողիկոս, այս երկրորդ կոչվածը ինչ է անում, տարին 2 անգամ հայտարարում է, կրակ ենք վառում, եկեք բոլորով թռնենք, նուռ ենք օժտնում, եկեք նուռ ենք բաժանում, այս է սրանց եկեղեցին, այս է սրանց քարոզչությունը եւ մեր ազգային խայտարակությունը։ Հայր Խորեն, դուք վստահ եմ տեղեկություններ կունենաք, որ ներսում շատերին Գարեգին Բ-ի պահվածքը դուր չի գալիս, կան նման մարդիկ, որոնց հետ դուք կապ եք պահում, բնականաբար հասկանալի անունները չեն կարող հնչեցնել, կան այդ տեսակ մարդիկ։ Անշուշտ կան, բարեբախտաբար կան, ինչպես ասեցի, սա մեր եկեղեցու առաքելականությունը հարվածի տակ է դրել, նաև սինոդականությունը ոտնակող հարել, ոչնչացրել, մի նոր կառույց է ստեղծել Հայաստանի առաջնորդներ եւ եպիսկոպոսներ, սա նորություն է, վերջի 4 տարիների մի բան է, որ այս ժողովի անունով հակապետական, հակաիշխանական եւ հեղափոխական հայտարարություններ է անում։ Եվ երբ այս ժողովի ընթացքում սրբազան հայրեր ի պատիվ իրենց խոսում են եւ դեմ են խոսում, որ հեղաշրջման այս քայլերին եւ այլն, ոչ մի քվեարկություն չի անում, երբեք չի արձանագրվում, թե ով ինչ խոսած։ Այսպես է, եղբայրը Մոսկվայից Եզրաս arczepiskopos-ը հրաձայնում է իրեն, ասում է ապեր նոր եկա Լուբյանկայից, այս տեքստը տվել եմ, պիտի հրապարակես։ Ինքն էլ ամեն րոպե չի կարող Գերագույն հոգևոր խորհրդի նիստ հրավիրել, աշխարհի տարբեր մասերում են ապրում Գերագույնի անդամները։ Հայաստանցի եպիսկոպոսներին միանգամից ասում է հավաքեք, իբր քննարկում են անում եւ այլն, որոշները խոսում են, ասում են մենք դեմ ենք, որ այս սրբազանը դուրս գա փողոց, սպիտակ սավանով փաթաթվի եւ իբրև գանգի հանդես գա, պետականության դեմ գնա, մի քանիսը խոսում են, ինքը այո լսում, բայց երբեք քվեարկություն չի անում եւ չի արձանագրվում, որ այս սրբազանները դեմ արտահայտվեցին եւ վերջում բերում է այն տեքստը, ինչ որ եղբայրը Մոսկվայից ուղարկել էր, ստորագրում է այդ եպիսկոպոսների ժողովի անունով եւ հրապարակում։ Սա է պատկերը։ Շնորհակալություն Հայր Խորեն։ Ամենայն սիրով լավ եղեք։ Հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք Գարեգին Բ կաթողիկոսի նախկին գավազանակիր անձնական քարտուղար Խորեն Վարդապետ Հովհաննիսյանի հետ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։